Ողջույն, ես Նաիրա Մովսիսյանն եմ։ Ես եկել եմ քեզ ասելու, որ այսօր խոսելու ենք քեզ համար որոշակի տարօրինակ թեմայից։ Ամեն վարքյան, եթե հետևում ես վիդեոներից, խոսում ենք ինչպես մարդկանց մերժել, ինչպես սովորել ասել ոչ եւ ինչպես լսել ոչ։ Դա թվում է թե բարդ է։ Գիտեք ինչու, որովհետեւ մանուկ հասակից մենք սովոր ենք ընտանիքում շատ դեպքերում լսել ոչ։ Կամ հակառակը, ամեն ինչին ասել այո եւ լսել այո։ Այդ իսկ պատճառով մեր բալանսը խախտվում է։ Եվ երբ որ մենք փորձում ենք որոշակի տեսանկյունից նայել մեր կյանքը, հասկանում ենք, որ մենք վախենում ենք մենակությունից։ Մենակության հիմքում է ժխտումը, ոչ ասելը։ Երբ որ մենք գիտենք, որ չենք կարող տվյալ գործողությունը անել, կամ տվյալ ժամին հասնել տեղ, կամ ուղղակի գիտենք, որ այդ թեմային պետք է ասենք ոչ, մենք մեզնից անցնելով մարդուն չմերժելու համար ասում ենք այո։ Դա չի նշանակում, որ մենք լավն ենք։ Դա նշանակում է, որ մեր սեփական անձը մենք ուրանալով փորձում ենք դիմացինին հաճոյանալ, որպեսզի մեր մասին չխոսի վատը, որպեսզի մեր մասին չմտածի վատը եւ վերջապես որպեսզի չհրաժարվի մեզնից։ Դա մի օրինակն էր ընդհանրապես։ Կա նաեւ երկրորդ օրինակը։ Երկրորդ օրինակը կայանում է նրանում, որ մենք վախենում ենք ասել ոչ, որովհետև մենք գիտենք, որ մենք գերհզոր ենք եւ ամեն ինչ կարող ենք անել։ Ամեն վարքյան մենք ինքներս մեզ փորձում ենք ապացուցել, որ մենք ամեն ինչի պատասխանն ունենք, ամեն խնդրի լուծումն ունենք, բայց այդ դեպքում էլ ես քեզ պետք է հիասթափեցնեմ եւ ասեմ, որ դու պետք է խնդրի լուծումը առաջինը քեզ համար գտնես եւ ունենաս, որովհետեւ ամեն քո մերժումից հետո դու ամենաշատը 2 շաբաթվա ընթացքում կարող ես լսել տվյալ հարազատիդ կարծիքը քո անձի մասին, որովհետեւ լավ թե վատ, բայց մենք սովոր ենք բացասական էմոցիաները եւ բացասական լուրերը լսելիս մի քանի վայրկյանով դեպրեսիա ապրել, մի քանի վայրկյանով ունենալ ցնցում։ Հասարակ մի օրինակ, մենք սովոր ենք, որ պետք է մանավանդ մեր հայկական սուրճը եփվի եւ մենք գազը անջատելուց հետո վերցնենք, բայց Աստված մի արածցե, որ այդ սուրճը չենք հասցնում անջատել, վարկենական մեզ մոտ շոկ է լինում։ Այսինքն մեզ համար անսովոր է ժխտականը, մեզ համար անսովոր է չեն։ Եկեք սովորենք մերժել մարդկանց, որպեսզի կարողանանք մեր շուրջը հավաքել իսկապես հարազատ եւ մտահոգ մարդկանց։ Ոչ թե այն մարդկանց, որոնց միշտ ասել եք այո եւ մի անգամ մերժելով ուրացել են ձեզ եւ փորձել են հեռու մնալ ձեզնից, այլ ընդհակառակը, մի բան էլ փորձում են ձեզ արդարացնել եւ հասկանալ ձեր բացասական ժխտական ոչ ասելու պատճառները։ Եվ հակառակը, մեզ մոտ սկսվում է դեպրեսիա եւ հոգեբանական ճնշում եւ մեզ մերժում են։ Մենք չենք մտածում առաջին հերթին, որ նրանց մեջ է մեղավորությունը, այլ մտածում ենք, որ ինչով ենք մենք մեղավոր, որ մեզ մերժեցին, որտեղ եմ ես արել սխալ, որ մերժվեցի, ինչու նա պետք է ինձ մերժեր։ Կարող եմ ասել, որ սա ավելի դրականորեն կարող է ազդել քո աշխարհայացքի եւ մարդ տեսակի վրա, քան այն փաստը, որ տարահանումները իրականացվում են Արիաննա նավում։ Դուք կարող եք նախապես ամրագրել, որպեսզի ձեր ծննդյան տոները, Քրիսմասը, Նյու Յիրը, ամեն հնարավոր օր դարձնեք տոն Արիաննայի հետ միասին։ Հեռախոսահամարը գրված է ստորև։ Մեզ մերժում են ու դու կոնկրետ սկսում ես մեղադրել։ Ինքը ով է, որ ինձ մերժի, ինչ իրավունքով է ինձ մերժում, այնքան բաներ եմ իր համար արել, ինչպես կարող է ինձ մերժել։ Հավատացնում եմ, կարող է։ Կարծում եմ, որ նա այն վիդեոները նայելուց հետո է սկսել քեզ մերժել, որպեսզի հասկանա, թե դու ինչպիսի հարազատ մարդ ես, կամ ընդհանրապես միշտ չէ, որ պետք է մերժելուց հետո սպասում ունենանք։ Պետք է ուղղակի հասկանանք, որ այս կյանքում ընդամենը 2 բան կա՝ այո, ոչ, սև, սպիտակ, լույս եւ մութ։ Դրա արանքում ընկած ամեն բան ստիպում են, որպեսզի մեր աշխարհայացքները ուղղակի լինեն տարբեր, որպեսզի մենք կարողանանք գույները տարանջատել, որպեսզի մարդկանց հետ շփումը դառնա ավելի հեշտ եւ հասարակ, առանց մենթալիտետների, առանց ռոպագանդայի, որ ինձ տենց մեկը չկա, որ մերժի, ինձ տենց մեկը չկա, որ ասի չէ։ Հավատացնում եմ, բոլորս իզորու ենք այդ 2 բառերն օգտագործելու՝ մերժելու եւ
դրականն անելու։ Եվ կխնդրեմ, որպեսզի ինչպես միշտ վերցնես թուղթը բաժանես երկու մասի, մի կողմում գրել այո, մյուս կողմում գրել ոչ։ Եվ գրես առաջինը ինչու պետք է ամեն ինչին ասես այո, եւ ինչու պետք է ամեն ինչ մերժես քո կյանքում։ Երբ որ գրելուց հետո մի քանի օրինակները նման լինեն, այդ երկու օրինակները առանձնացնում ես, եւս գծում ես մեջտեղից գիծ եւ երկու օրինակները սկսում ես համեմատել։ Երբ որ գերակշռող մասը կազմում է ոչ ասելը եւ արդարացված է, որովհետեւ դու ինքդ կարծում եմ քո հանդեպ պետք է լինես անկեղծ, ուրեմն պետք է հասկանաս, որ ժամանակն է եկել ինքդ քեզ ճանաչելու, ժամանակն է եկել ինքդ քեզ ասելու այո եւ քո քթի տակ միայն նայելով ապրել, որովհետեւ միշտ դիմացինին մերժելով եւ այո ասելով քո սեփական անձը ուրացվում է առաջինը քո կողմից, հետո արդեն հասարակության կողմից։ Մեկնաբանություններում գրիր, թե ինչ եզրահանգման եկար, որովհետև ես վստահ եմ, որ դու կկարողանաս գտնել քեզ այս կյանքում եւ իհարկե դա առաջին պատճառներից է, թե ինչպես դառնալ ֆինանսապես անկախ եւ չուզել մարդկանցից պարտքով գումար եւ չտալ, որի մասին եւս լինելու է վիդեո։ Իսկ ես քեզ ցանկանում եմ լավագույն ժամանակը ինքդ քեզ հետ անցկացնելու եւ քո տետրակի եւ գրիչի։ Լավ եղիր։